Հայ գրողի գրական կեղծանուն, որն առաջացել է ծաղկի անվանումից։ Ժամանակ։ Անի։ Նարդոս։ Ճիշտ է։ Կնոջ անուն, որը 1 տարի փոփոխությամբ դառնում է ջրվեժ։ Անի։ Վիկտորիա։ Ճիշտ է, բրավո Անի։ Տղամարդու անուն, որով կոչվում է Արամ Խաչատրյանի հայտնի բալետը։ Հիշենք հայտնի բալետները Արամ Խաչատրյանի։ Չունենք պատասխան, Սպարտակ բալետի մասին էր խոսքը։ Ուշադրություն, կնոջ անուն, որով կոչվում է Արամ Խաչատրյանի մյուս հայտնի բալետը։ Գայանե բալետի մասին է խոսքը։ Տարվա եղանակ, որը նաև տղամարդու անուն է։ Մայիս։ 4 տարվա եղանակ ունենք։ Գարուն։ Ապրես Անի։ Արդար շիտակ բառերի հոմանիշ, որը նաև կնոջ անուն է։ Արդար շիտակ։ Բառերի հոմանիշ։ Հոմանիշները հիշեք։ Ազնիվ։ Ճիշտ է, բրավո Հունան։ Ուշադրություն, կնոջ անուն, որը նաև բնութագրում է ամաչկոտ, հեզ մարդուն։ Պատասխանի։ Համեստ։ Ճիշտ է։ Կնոջ անուն, որը նաև մեղուները վերցնում են ծաղկից պատրաստելու մեղր։ Անի։ Նեկտար։ Կնոջ անուն, որը 1 տարի փոփոխությամբ դառնում է Բուլղարիայի մայրաքաղաքը։ Անի։ Սոֆիա։ Ճիշտ է։ Շախմատի խաղաքար, որը նաև կնոջ անուն է։ Անի։ Հունաններ թե Անիներ։ Հունանը։ Դե լավ, Հունան։ Ապրես, ճիշտ է։ Խելքի բլից